Քրոնիկ սրտային անբավարարությունը սիրտ-անոթային համակարգի տարածված խնդիրներից է, որի ժամանակ սիրտը չի կարողանում ապահովել օրգանիզմի մետաբոլիկ պահանջներին համապատասխան անհամատակարարում, եւ արդյունքում աստիճանաբար զարգանում են ախտանիշները՝ արագ հոգնածություն, հեվոց, ստորին վերջույթների այտուցներ, գիշերային շնչական խանգարումներ։ Հիվանդության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ զարկերակային հիպերտենզիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտամկանի հիվանդությունները, սրտի փականային հիվանդությունները։ Համակցված դեղորայքային բուժումը, կենսակերպի վերահսկումը եւ բժշկի մշտական հսկողությունը հիմք են հիվանդության առաջընթացի կանխարգելման եւ հիվանդի կյանքի որակի բարելավման հարցում։ Խորհուրդ է տրվում սննդակարգում սահմանափակել կիրակրի աղը մինչև օրական 3-ից 5 գրամ, հեղուկների ընդհանուր ծավալը օրական մինչև 1-1.5 լիտր։ Կարևոր է կենսակերպի վերահսկումը։ Քաշի ավելացումը մի քանի օրվա ընթացքում 1-ից 2 կիլոգրամով կարող է վկայել օրգանիզմում հեղուկների կուտակման մասին։ Ֆիզիկական ակտիվությունը պետք է լինի չափավոր եւ կանոնավոր, օրինակ օրական 20-ից 30 րոպե քայլ։ Խստորեն խորհուրդ է տրվում ծխելու ամբողջական դադարեցում եւ ալկոհոլի զգալի սահմանափակում կամ բացառում։